Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես ձե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրիկ, ստաց մեր անաբազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզի գործություն, այլ պրյազ մեզի չարե, զիքոյ արկայություն, երեզորություն եւ հարկ հավիտյանս հավիտենից ամեն։ Իմաստություն, օր Հիսուս, դուրից իմաստություն, հսպարիս խորել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց, պրկյազիս եւ օրհնյալ քո արարածոց եւ ինձ բազմամերիս։ Ամեն։ Երբ քեզ դիմեցի դու ինձ լսեցիր ըստ արդարության, ով իմ Աստված, նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, ողորմիր ինձ, լսիր իմ աղոթքը, մարդկանց որդիներ, մինչև երբ պիտի խստասիրտ մնաք, ինչու եք սիրում նանրությունը եւ սուտը փնտրում, իմացեք, որ Տերը հրաշքներ գործեց իր սրբի համար, եւ երբ Տիրոջը դիմեմ նա ինձ կլսի, բարկանալիս մի մեղանչեք, ինչ որ ձեր սրտերում խորեք, զղջացեք ձեր անկողիններում, արդարության զոհեր մատուցեք եւ ձեր հույսը Տիրոջ վրա դրեք, շատ են ասողները, թե ով մեզ բարություն պիտի ցույց տա, քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց եւ ուրախություն տվեցիր մեր սրտերին, նրանց հագեցրիր ցորենի գինու եւ ձիթենու արյունքով, խաղաղությամբ ու վստահությամբ պիտի ննջենք եւ արթնանանք, ով Տեր միայն դու ես ապահովության մեջ պահում մեզ։ Ամեն։ Ողջույն ձեզ, բարի երեկո բոլորին, հարգելի եղբայրներ եւ քույրեր, մենք կոչվեցանք Աստվածաշունչի բարեկամներ, որպեսզի միշտ Աստծո խոսքի հետ մտերմանանք եւ Աստծո խոսքով առաջնորդվենք, որպեսզի կարողանանք ապրել մեր կյանքը իմաստությամբ եւ Աստված գիտությամբ։ Ամենակարևոր գիտությունը այս աշխարհում Աստված գիտությունն է եւ Աստված գիտության անսպար աղբյուրը Աստվածաշունչ Մատյանը է։ Դրա համար Աստվածաշունչ Մատյանի պատկաններով եւ ուսմունքներով մենք նաեւ հնարավորություն ունենք կյանքը ապրելու առաքինությամբ։ Հետևաբար Փառք Աստծո գրգին համախմբվեցինք ողջ առողջ վիճակով միասին ենք այսօր հաղորդքով սկսեցինք եւ այսօր Աստծո կամքով 2025-ի մեր վերջին հոգեվոր զրույցի հանդիպումն է, որ կատարվում է այն հույսով եւ ակնկալությամբ, որ Տիրոջ կամքով գրգին համախմբվենք հաջորդ դարին 2026-ի հունվարին։ Ուրեմն մեր այսօրվան հոգեվոր զրույցը ինչպես դիմավորենք նոր դարին եւ ինչպես նախապատրաստվենք դոնելու Քրիստոսի Սուրբ Ծննդյան դոնը։ Առաջին հերթին քանի մտածումներ կան ուզում են ցերետ կիսել։ Ինչպես գիտեք, դոնական մթնոլորտի մեջ բոլորս կամաց նախապատրաստվում ենք դիմավորելու նոր դարին 2025-ի վերջալույսն է մոդիկանում 2026-ի արշալույսը դիմավորելու պատրաստության ընթացքի մեջ ենք, ունենք տագնապներ, կյանքի դժվարություններ, նեղություններ, հավանաբար դարվա ընթացքին անսպասելի դեպքեր մեզ հուզեցին, դխրեցուցին, բայց չնայած մեր ապրած ամեն տեսակի նեղություններուն տագնապին, վերգին ուզում ենք ապրել կյանքը բարի պատկերացումներով, լավատեսությամբ, մանավանդ Աստծո բարի կամքին հասնվելով, որպեսզի լինի խաղաղություն նախ մեր հոգիների մեջ, հետո մեր ընտանեկան հարգի մեջ եւ հետո ամբողջ մեր միջավայրի եւ հասարակությանը մեջ։ Երբեմն մարդիկ ասում են, ինչ բերելու է նոր դարին ժողովրդին, մենք ասենք մենք ինչ տալու ենք դարին,
որովհետև դարիթիվերը փոխվում են եւ դա բնական ընթացք է, բայց կարևորը մենք փոխվենք։ Դրա համար ապաշխարության եւ անապաշխարի դարբերությունը ինչ է։ Անապաշխար մարդը ակնկալում է փոխված աշխարհ տեսնել, իսկ ապաշխարության թիմողը ուզում է ինք փոխվել։ Ամեն մարդ ուզում է աշխարհը փոխված տեսնել, այդ պատկերացումով ապրում է, բայց քրիստոնյա մարդը ուզում է նախ իր ներաշխարհը փոխել, որովհետև երբ որ մենք ապրում ենք ապաշխարության կյանքը, այդ ժամանակ կարող ենք նաև մեր հավատքի վկայությամբ մարդկանց կյանքը համեմել մեր Աստծուց ստացած օրհնություններով եւ մեր առաքինի ապրելակերպով։ Տեսեք, դոնական օրը ապրում ենք եւ վստահաբար նկատում ենք զարդարանքներ կան, լուսավորումներ կան եւ ինչպես եղած է քեղեցիկ խորհրդանիշ դոնական օրերին մարդիկ դոնաձարն են դնգում, զարդարում են եւ բամ երբ որ ձարին նայում եմ, ասում եմ արդյոք մենք ինչ ձարենք։ Մենք մեր կյանքով եղանք բդղադուձար։ Առաջին Սամոսի մեջ ասում է անիգա ջրի ջամփաները դնգված զարի պես պիտի լինի, որ իր ժամանակին բդուղը պիտի դա։ Տեսեք, դարբերությունը սովորական զարերին եւ մարդուն զարը հատուկ եղանակին բդուղ տալիս է, բայց հավատքով ապրող մարդը, եթե Աստված աջո է, կարող է դարվա 12 ամիսներին բդուղ տալ։ Եվ դրա համար երբ որ քարոզեց Հովհաննես Մկրտիչ ինչ ասաց, ապաշխարության արժանի բդուղ տվեք։ Ուրեմն հավատքի կյանքի մեջ կարևորը բդղաբեր կյանքն է, բարի գործերով, առաքինություններով։ Հետևաբար ամեն անգամ երբ դոնազարին նայենք, բանը մեր անձին անգեձորեն հարց տանք, ինքնակնությամբ, առողջ թադողությամբ, որ մենք կարողացանք լինել Տիրոջ այքի մեծ զարմը, որ հավատքի բդուղներ ուներ։ Եվ մի հատ էլ հարց տանք, թե եթե բդուղ ունենք, ինչպիսի բդուղ է, չերմոցի բդուղի պես է, թե բնական բդուղի պես է, որովհետև օրհնեցեք, որովհետև չերմոցի բդուղները ունեն ծև, ունեն գույն, բայց չունեն բնական համ։ Հետևաբար հարց տանք, մեր հավատքը որքանով հավատքի մեր բդուղը որքանով անգեղծ էր, որքանով համով հոդով էր, արդյոք չերմոցի բդուղի նման էր, թե ոչ բնական համով հոդով բդուղ էր։ Ուրեմն մարդ արարծը միշտ կանչված է լինելու բդղաբեր, քրիստոնյա մարդը։ Հիսուս Քրիստոս Հովհաննես Ավետարանի 15-րդ գծի մեջ ինչ ասում է. Ես եմ որդադունգը եւ դուք ջղերը։ Ուրեմն մենք որ բադարակի մասնակցում ենք, արդյոք ըսկում ենք որպես ոստ, ուզում ենք միանալ։ Օրդեցեք ձեր օրհնությունը։ Շնորհակալություն։ Արդյոք մենք երբ որ մասնակցում ենք բադարակի, ըսկում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը որպես ոստ ուզում է պատվաստվել, միանալ ճշմարիտ որդադունգին Քրիստոսի, որպեսզի մենք էլ լինենք մեր կյանքով բդղաբեր։ Ուրեմն ծառի խորհուրդը։ Երկու ծառի մասին ուզում եմ խոսել, բացի դոնազարից, որ դոնական մեր մթնոլորտին հետ կապ ունի, ուզում եմ խոսել երկու ծառերի մասին։ Մեկը թզենի ծառը, մյուսը արմավենի։ Թզենի ծառը երկու հիշադակություններ կան թզենի, անդրադառնամ արագ ձևով, մեկը Քրիստոս երբ սոված էր, ուզում էր ծառից բդուղ փոկել, ծառի վրա ինչ կար, դերև կար, բայց բդուղ չկար։ Դերևը ցևականության խորհրդանիշ է, իսկ բդուղը կորձի խորհրդանիշ է։ Հարց տանք, արդյոք մեր կյանքի հավատքը դերև էր ցևական, մագերեսային, արդակին, թե ոչ մեր կյանքի հավատքի ընթացքը վկայությունը բդուղ էր, ճշմարիտ ապաշխարության բդուղ։ Դրա համար առավոտյան աղոթքի մեջ ասում ենք, այլ մեր աշխատանքը ով դեր ընդունիր որպես բարեպաշտության բդուղ։ Համարյա աշխատությունս մեր ասում է իգործ արդարության եւ ի բդուղ Աստված բաշտության։ Այսինքն ընդունիր ով դեր մեր հոգեվոր պաշտամունքը որպես Աստված բաշտության բդուղ։ Հետևաբար թզենի ծառը ուրեմն դերև ուներ, բայց չուներ բդուղ եւ Քրիստոս անիծեց ցույց տալու համար, որ ազու համար մերժելի են այնինչ որ ցևական է, այնինչ որ մագերեսային է։ Իսկ երկրորդ թզենի դեպքը որ դա Ղուկասի 13-ի մեջ երբ որ Հիսուս խոսում է ապաշխարության մասին,
Տեր Հիսուս երբ խոսում է ապաշխարության մասին, հիշում է Թզենի արագը, ասում է երրորդ տարին է, որ այգի դերը բդուղը սպասում է, բայց բդուղ չի տալիս, այգեբանը որպես զարա խնդրում է Տիրոջից, որ մի տարի ևս ինչ անի, սպասի, ժամանակ տա, ասում է շուրջը կփորեմ, բարարդացուցիչ կտնեմ, հավանաբար կալ դարի բդուղ տա։ Ուրեմն տեսեք ժամանակի հասկացողությունը կա։ Այդ այգեբան հավանաբար անց մնե որ քեզ համար աղոթում է։ Այդ այգեբան հավանաբար քեզ համար մի սուրբ մնե որ քո համար բարեխոսում է, որբեսի Տիրոջ այգի մեջ դու լինես մտղադու ծառ։ Ուրեմն բավարար չէ հավատքի հունդը ընդունելը, այլ պետք է այդ հավատքը ինչ լինի ծագի եւ բդղապերի։ Ծագի եւ բդղապերի։ Ուրեմն երրորդը, ուրեմն մեկը ծևականութեն է խուսապիլն է, երկրորդը ապաշխարության բդուղ դալն է եւ երկուքը Թզենի արագի մեջ կա, մույսնալ Թզենին որ դերև ուներ, բայց բդուղ չուներ։ Երրորդ ծառը, արմավի ծառը, խուրմա ասում եք, չէ՞, արմավի ծառ։ Տեսեք, անաբադի մեջ աճում է արմավի ծառը, չէ՞, անդբաստ եղանակ, ամայություն, կանաչություն չկա, դխուր տեսարան է, ամեն ինչ մռայլ է, բայց չնայած այդ տեսարանին, այդտեղ կա նաև արմավի ծառը, որ չնայած մռիկներին, փոթորիկներին, այդ ծառը մնում է գանքուն, հաստատուն, կանաչազարդ եւ բդղադուն։ Ուրեմն մենք էլ հարցանք, եթե մեր կյանքում գա հոգևոր սովություն, ամայություն, մեղքի միջավայր, մենք այդ մարդկանց նկարակիրը, մեղավոր մարդկանց նկարակիրը մենք ընդօրինակում ենք, թե ոչ մենք մնում ենք արմավի ծառի նման գանքուն հաստատ մեր ոչումի մեջ։ Դրա համար Պողոս Արաքյալ ինչ ասում է, այս աշխարհի մարդկանց վերաբերմունքը մի ընդօրինակեք, այլ նորոգված մտքով նոր մարդ եղեք։ Ուրեմն երբ որ նոր տարին դիմավորենք, մենք հրավիրված ենք նորոգված մտքով ապրելու, եսի նեխած փանդեն դուրս գալու, մարդկանց հետ հաղորդակցության գաբեր հաստատելու, որպեսզի կարողանանք այս աշխարհում ապրել իսկապես որպես ճշմարիտ հայ քրիստոնյաներ։ Ինչ սա վերաբերվում էր ծառին։ Երկրորդ զարդարանքը։ Գիտեք, զարդարանքը Դոնազարի գեղեցկությունն է։ Իսկ մարդու հավատքի կյանքի գեղեցկությունը առաքինությունն է։ Օրինակ մենք հարց տանք տարվա ընթացքին, որ առաքինություններին ուշադրություն դարձուցինք եւ այդ առաքինությունները ժամանակի ընթացքին մեր կյանքում արմատացան։ Օրինակ, որքանով մենք այս տարի խոնարհաբար ապրեցանք։ Այսինքն, եթե ունեցանք մի հատուկ բարգև Աստծուց տրված, հիշեցինք արդյոք, որ այդ բարգևի աղբյուրը Աստված ինք է։ Եթե մարդոց նկատմամբ շուտ այսպես բարգությամբ փորփոքեցինք, երբեմն վիրավորական խոսքով մարդկանց արժանապատվություն եթե վիրավորեցինք, անդրադարձանք, որ ինչ որ առաքինության բագասի վատ անդրադարձներ կամ վատ հետևանքներ, հետևաբար ծառին Դոնազարի գեղեցկությունը փայլքը եթե զարդարանքն է, հավատքի մեր կյանքի փայլքը եւ զարդարանքը առաքինություններն է։ Դրա համար Հիսուս Լերան քարոզի ժամանակ խոսեց առաքինությունների մասին։ Ողորմածները, խաղաղարարները, հեզերը, սրդով մաքուրները, տեսեք այս բոլորը զարդեր են, անգողոպտելի զարդեր են, հոգևոր զարդեր են, որ փայլ տալիս են մեր հավատքի կյանքին։ Վերջապես ասում ենք, չէ, Պողոս Արաքյալի խոսքը առաջին Կորինթացիս 11:1 ասում է ինձ նմանեցեք ինչպես ես Քրիստոսի։ Հետաքրքիր է, չի ասում ուղղակի Քրիստոսի, ասում է ինձ նմանեցեք ինչպես ես Քրիստոսի։ Տեսեք, Արաքյալը այնքան լրջությամբ հետևում էր Քրիստոսի, որ համարձակեցավ իր անձը ներկայացնել որպես օրինակ։ Հետևաբար, որ մենք զարդարվում ենք առաքինություններով, մենք լինում ենք Քրիստոսի հարազատ պատկերը ունեցող ճշմարիտ հավատացյալներ եւ հավանաբար առանց քո արդայնության մարդիկ քո մեջ տեսնում են այդ առաքինության փայլքը քո կյանքում։ Երրորդ կետը աստղը։ Դոնազարի ամենավերը կակաթը աստղ կա, չէ՞։ Ուրեմն այդ Փետրեմյան աստղի խորհրդանիշն է։ Որքանով մենք նմանվեցինք փայլող աստղի Փետրեմյան, որ առաջնորդում են մարդկանց դեպի Քրիստոս, որովհետև մոքերը նշան տեսան, չէ՞, աստղը հետևեցին եւ կդան նորածին օձյալ փրկչին։ Հետևաբար մենք արդյոք
մեր հավատքի փայլքով, մեր առաքինության փայլքով կարողացանք մարդկանց մոդիգացնել Քրիստոսի։ Ուրեմն երբ նայում ենք զարդարանքին, հիշենք առաքինությունները, երբ նայում ենք աստղին, հիշենք, որ երկնքի մեջ եթե մի աստղ կար, մենք երկրավոր աստղեր լինելու ենք ոչ աշխարհիկ իմաստով, այլ որպեսզի մեր հավատքի ջարակայթող ներկայությամբ այս մեղքով խավարախիտ աշխարհի մեջ կարողանանք մարդկանց առաջնորդել դեպի Հիսուս Քրիստոսի, որ աշխարհի լույսն է։ Ուրեմն Դոնազարի վերաբերյալ։ Հիմա երկրորդ կետը նոր դարին ուզում ենք դիմավորել։ Ինչպես դիմավորենք նոր դարին հոգևոր եւ բարոյական առումով։ Մեկ հարց տանք մեր անձին, ուզում ենք փոխվել։ Խոհենք մեր վիճակից։ Եթե ինչ որ մեր մեջ ունենք բաց թողումներ, դերություններ, դգարություններ, մեղքեր, հավանաբար հուսահատական վիճակներ, արդյոք մենք ուզում ենք փոխվել։ Հիմա փոխվել ուզելու համար մենք պետք է մի քիչ անհանգստանանք։ Այսինքն երբ որ տեսնենք մեր մեջ ունենք մեղքեր, այդ մեղքերի նկատմամբ պետք է որոշ չափով որդքում ունենանք, ընդվզում ունենանք, մերժենք այդ մեղքը։ Եվ դրա համար երեք բառեր կան, որ մեկ հիշենք՝ ինքնակնություն, ինքնաճանաչում, ինքնասրբակություն։ Ուրեմն երբ որ դու քեզ կնես հզախնդրությամբ, անգելձությամբ, փոխվելու վճռականությամբ, ասում ես երկրորդ կայլի, դու քեզ ճանաչում ես։ Փիլիսոփան ասում է, չէ, ցանիրս քեզ։ Երբեմն մարդիկ կամ մարդկանց թերությունները լավ ճանաչում են, բայց իրենց թերությունների նկատմամբ դերյակ չեն, թե ինչ թերություններ ունեն։ Լավ նայում են մարդկանց սխալներին, բայց եթե մեկը մեկ սխալ ասի, հավանաբար այդ մարդու նկատմամբ լինի այդ մարդը անհանդուրժող, լինի անհամբեր եւ հավանաբար նաեւ լինի թշնամի։ Հետևաբար, ինչպես որ ամեն օր հայելու դիմաց մեր արդակին դեսքը որպեսի վայելուչ լինի, մեր մազը սանդրում ենք եւ այլն, գա մեր կյանքում ինքնակնության հայելի։ Այդ ինքնակնության խորհրդավոր հայելին մեզի սորվեցնում է ինքնասրբակրության սրբազան արվեստը, որովհետեւ քրիստոնյան ավետարանով սովորում է փոխվելու արվեստը։ Դրա համար ավետարանի մեջ նաև կան առաքյալների զգալի փոփոխությունները։ Օրինակի համար Պետրոս առաքյալի փոփոխությունը մենք նկատում ենք։ Պետրոս առաքյալ, որ ուներ որոշ դժգարություններ, բայց էլ եղավ Քրիստոսի հավատարիմ վգան։ Պողոս առաքյալ հալածում էր Սուրբ Հոգու ներգործությամբ, լույսի հալածիչ էր, եղավ լույսի տարածիչ։ Գիտեք, երբեմն գովաստներու մեջ ցույց տալիս են առաջ եւ վերջ վիճակը։ Նկատած եք, չէ՞։ Before after ցույց տալիս են։ Այսպես, եթե մեկը քաշովերնի հարել է, ցույց տալիս են օրինակ առաջ ինչ էր, հետո ինչ էր։ Ավետարանը նաեւ մեզի ցույց տալիս է առաքյալների վիճակը before after։ Ինչ էին եւ Քրիստոսի հետ եղան, ինչ եղան հետո։ Հետևաբար ավետարանի մեջ, երբ որ հիշվել է առաքյալների դժգարությունները, դա գրվել է, որովհետեւ մենք իմանանք, որ մեզ նման առաքյալներ, որոնք ունեին դժգարություններ եւ մեղքեր, իրենք Քրիստոսի հետևելով, Քրիստոսից սովորելով կարողացան կամաց հրաժարվել իրենց մեղքերից եւ եղան նոր մարդ Սուրբ Հոգի ներգործությամբ։ Ուրեմն կարևոր է իմանալ ինքնակնություն հասնելու համար ինքնաճանաչումի, հետո հասնելու համար ինքնասրբակրության։ Երկրորդ կետը նոր դարին դիմավորելու համար սիրելիներ մի հատ էլ մտածենք ժամանակի մասին, որովհետև Աստված մեզ ժամանակ տալիս է։ Մենք երբեմն կարծում ենք ամեն ինչ բադահականության հետևանք է։ Ոչ, այդպես չէ։ Ազո բարերար գամքին համաձայն մենք ունենք ժամանակներ։ Դրա համար բադարակի ընթացքում, երբ որ բադարակի չեգեյեցականը ժողովրդին աղոթում է, նախքան խորան բարձրանալը ինչ ասում է, դացե ժամանակ ապաշխարելու եւ գործելով սպարիս։ Այսինքն ասում է Աստված ձեզի ժամանակ տա, որպեսզի բարիք գործեք։ Ուրեմն նախ հիշում է մեղքերի քավությունը, հետո ասում է թող Տերը ձեզ ժամանակ տա, որպեսզի բարիք գործեք։ Հետևաբար ժամանակը արժեք է։ Իսկ ժամանակը վատնելը այդ արժեքը արհամարհել է։ Դրա համար կյանքի արժեքը գիտողը նաև գիտի ժամանակի արժեքը գիտենալ։
հին ժողովրդային արածքը ասում է ժամանակին աչք գտված օգուտ չունի վերջը լաց։ Ժամանակին աչք գտված օգուտ չունի վերջը լաց։ Այսինքն եթե ժամանակին աչքը սպած չէ, ժամանակից հետո լալը ոչ մի արդասվելը լալը ոչ մի օգուտ ունի։ Հետևաբար Աստված մեզ տալիս է ժամանակ եւ այդ ժամանակը Աստծո համբերության, երկայնամտության արտահայտություն է։ Տեսեք մենք երբեմն մարդկանց քանի մռովե չենք հանդուրժում, բայց Աստված դարիներ մեզ հանդուրժում է, որովհետեւ Աստված սեր է, կտասիրտ հայր է, ինչպես Սամոս 103-ի մեջ ասում է բարեկուտ ողորմած է դերը երկայնամիտ եւ արատ ողորմությունով։ Ուրեմն ժամանակը երբեմն մարդիկ ասում են ժամանակը արագ անցնում է։ Ժամանակը նույնն է։ Մենք որ մեծանում ենք, զգում ենք ժամանակը արագ անցնում է։ Երեխան ասում է կյանքը երկար է։ Բայց երբ մեծանում ենք, ասում ենք չէ, կյանքը կարճ է, որով զգում ենք, որ մեր կյանքի օրերը ինչ անում են, կարճանում են։ Տեսեք ինչ ասում է Հոբի գիրքի մեջ։ Հոբ 14-րդ գլխի մեջ։ Գնոջածին մարդ սագավագյաց ուլի դառնությամբ, գնոջից մարդն է ինչ սագավագյաց, ինչ նշանակում է սագավագյաց, քիչ ապրող, ով որ ծագել էր որպես մի ծաղիկ, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ըստվեր, փախավ իբրև ինչ, իբրև ըստվեր։ Սամոս 103-ի մեջ ասում է հետևյալը. մարդուն օրերը խոդի պես են, նա ծագում է ինչպես վայրի ծաղիկ, երբ փչի կամին նա կանհետանա եւ նրա դեղն իսկ չի երևնա։ Ուրեմն տեսեք իրոք կյանքը կարճ է, երկրավոր կյանքը եւ դրա համար ասանք եթե արագ հաշվար կանենք 24 ժամ, եթե գնում ենք 8 ժամ, քանի ժամ է մնաց 16 ժամ, ուրեմն օրվա 1/3-ը, որ մեր բնական իրավունքն է մարմնի բանջկը քնելն է, չէ՞։ Օրվա քանին է 8 մի երրորդը, չէ՞։ Եթե մեկ ապրել է 50 տարի, վերցնենք քնելու ժամերը, քանի տարի մնաց 60։ Ուրեմն եթե մեկը 60 տարի ապրել է, վերցնենք քնելու ժամերը, կմնա 40 տարի։ Հետևաբար իրոք կյանքը կարճ է։ Դրա համար ասում ենք 3 մայից երու ենք, այսօր ավելի մոտ ենք, վանել ավելի մոտի գանալու ենք։ Բայց կարևորը ապրած ադեն լիարժեք ապրելու իմաստություն ունենանք, որովհետև հավիտենական կյանքի հասնելը գաղտնիալ է մեր ինչից ներկա ապրած մեր կյանքին։ Եթե ազորնությունը ստանում ենք, եթե աստվածամերձ կյանք ապրում ենք, եթե աղոթական կյանքը շարունակում ենք, եթե Քրիստոսի օրինակով ապրելու ցկդում ունենք, դա նշանակում է նաև նախապատրաստվում ենք ինչի անվախճան դարեր ապրելու հավիտենական կյանքի մեջ, ոչ թե նոր դարիներ թիմավորելու, այլ անվախճան դարեր ապրելու հավիտենականության մեջ։ Դրա համար ժամանակը օգտագործելու գերբերից մեկ ինչն է, նպատակ ունենալը։ Երբ որ կյանքում դու նպատակ ունես, ուզում ես ժամանակը ճիշտ կերպով օգտագործել։ Իսկ երբ որ ես կամ դու մեր կյանքում նպատակ չունենք, վստահաբար մեր կյանքը նաև վատնում ենք։ Եվ դրա համար հունարեն բառով մեղք բառը նշանակում է նպատակից շեղվել։ Քանի որ մեղք բառը քանի մի իմաստ ունի։ Մեկը նշանակում է օրենքը խախտել։ Մյուսը նշանակում է սահել ընկնել, սայտակել ասում ենք հայերենով, իսկ երրորդ իմաստը նաև նշանակում է նպատակից շեղվել։ Օրինակ, դու եթե շտապ ուզում ես գնալ քնում անելու, դոնու հյուր ունես, քանի մը ռոբեներ կան, օրինակ մի ժամ գա, եթե ինչ-որ անցմը շատախոս է ճանապարհի վրա եթե քեզ դեշտում է քո հետ խոսում է, դու ինչ ուզում ես անել, ժամավաճառ չլինել, որովհետեւ կարողանաս քո բարդականություն անել։ Չար ուզում է դու լինես ժամավաճառ, ժամանակդ վատնես։ Երկրորդականը ներկայացնում է առաջնահերթը քեզ մոռացության ենթարկում է։ Որ դեպքի մեջ տեսնում ենք այն անձը, որ առաջնահերթ բաժինը կարողացավ իմանալ արժեք այդ առաջնահերթի, Մարիամ եւ Մարտան, չէ՞։ Մարիամ Քրիստոսի մոտ ոտքերի մոտ լսում էր Տիրոջ խոսքը, իսկ Մարտա սպավում էր երկրորդական մտահոգություններով, այնինչ որ մտահոգություն է։ Հետևաբար, երբ ասում ենք նպատակ, պետք է գիտնանք այդ նպատակը ինչ է մեզ համար։
նվիրական է, սուրբ է, աստվածահաճո է, մնայուն արժեքներ են, թե մագերեսային նպատակներ են։ Դրա համար կյանքը համով հոդով ապրելու համար մարդ իր կյանքում ունենալու է անպայմանորեն նպատակ։ Դրա համար ժամանակի հետ կապված այսպես շատ տպավորիչ օրինակ տալիս մի անծանոթ հեղինակը, ասում է, եթե ուզում ես իմանալ մեկ վարգյանի արժեքը, անշուշտ արևելայերենով մեկ վարգյան, ասում է, հարցուր վասկի մրցումի մասնակցողի, որ մեկ վարգյան ուշացավ և ոսկի մեդալի փոխարեն արծաթե մեդալ շահեցավ։ Ասում է, եթե ուզում ես մեկ րոպեի արժեքի իմանալ, հարցուր անցիմը, որ օդանավակայան ուշ հասավ և ճամփորդությունը հետաձգվեց։ Ասում է, եթե ուզում ես իմանալ մեկ ժամի արժեքը, հարցուր անցիմը, որ բժիշկի հետ պայմանավորվել էր վիրահատության համար, ուշացավ, հետաձգվեց այդ վիրահատությունը և ասում է, եթե ուզում ես իմանալ մեկ դարվա արժեքը, հարցուր ուսանողիմը, որ անպատասխանատու էր և լավ չէր աշխատում կենտրոնացումով, դրա համար ուսումը ուշ ավարտեց։ Հետևաբար ուշանալ նշանակում է գործի կարևորությունը արհամարհել, ուշանալ նշանակում է ժամանակի արժեքը չիմանալ և վատնել։ Ուրեմն ժամանակը, կարևոր է ժամանակը, որովհետև միակ արժեքը որ կա և միակ արժեքը որ համահավասար կերպով դրվել է բոլոր մարդկանց ժամանակն է։ Տեսեք, մեկ ունի հաստատ հավատք, մյուսը թերահավատ է, մեկ ունի քիչ շնորհք, ուրիշ ունի շատ շնորհք, մեկը ի վիճակի է նյութավես, մյուսը ոչ, բայց բոլոր ունեն ժամանակ։ Բոլորի համար օրը 24 ժամ է, բոլորի համար դարին 12 ամիս է, բայց կարևորը ժամանակ ինչ անելն է, ճիշտ կերպով։ Ուզում եմ մեջբերել, երեք կարդում էի մի գիրք, Ղևոնդ արքեպիսկոպոս Տուրյան քարոզների բաժնի մեջ, ուրեմն քարոզակրկի մեջ ասում է հետևյալը, ուրեմն ինքը հրատարակվել է արևելայերենի վերածված է 5 հատորները, այսպես հետաքրքիր մի քանի մտորգա ուզում եմ ընթերցել, իմ խոսքը չի, ուրեմն լուսահոգի Ղևոնդ Սրբազան Տուրյանի խոսքը, ասում է, երբ հիվանդությունդ գործնես, հարադև դգնությամբ կարող ես նորից տիրանալ նախկին վիճակիդ, երբ գիտելիքդ մոռացար, գործրիր, ուսման անխոնջ բարապմունքներով կարող ես վերստանալ մտքիդ բաշարը, երբ առողջությունդ վատնեցիր, թե ու դարմանով կարող ես ձեռք բերել նախկին առողջ վիճակդ, բայց երբ ժամանակը գործնես, այլևս ոչ մի կերպ չես կարող գտնել և վերստանալ։ Հետաքրքիր է, այսպես բարոյալից իմաստալից խոսքերը։ Հետո գարտամ ավարտին հասցնեմ հետո։ Ուրեմն այսքան ժամանակի համար։ Մեկ ինքնակնություն, երկու ժամանակ օգտագործել, երեք քողունակությամբ ապրել։ Տեսեք, մարդ արարածը ակա է։ Ակա է ոչ թե որովհետև երբեմն մարդ սրիագեր է, կամ ձույլ է, նույնիսկ մենք ակա ենք աղոտքի ժամանակ, խնդրում ենք Աստուծուց, Փառք Աստծո քիչ ասում ենք խնդրանքը շատ է, եթե նժարի վրա, նժարի երկու ափերին, եթե գշրես քո խնդրանքները և քո շնորհակալական աղոթքները, մի հատ խղճի մաքրությամբ և առողջ թադողությամբ մի հատ նայենք, արդյոք աղոթքի ժամանակ խնդրանքի ցանկն է երկար, թե ոչ շնորհակալության ցանկը։ Որովհետև եթե շնորհակալությունը եթե ուզում ենք շատ լինի, խնդրանքները քիչ թող լինեն։ Իսկ եթե խնդրանքները շատ են, բնականաբար շնորհակալությունը ինչ է լինելու։ Քիչ։ Տեսեք 10 բորոտները կա ինչ է։ Քանի հոգի վերադարձավ շնորհակալություն հայտնելու։ Մեկ հոգի։ Հիսուս ինչ ասաց, մույս 9 ընկերներդ ուր են։ Ուրեմն վեհանցն մարդը երախտագիտական զգացումներով ապրող անձը գիտի Աստծո փառիքները վերհիշել եւ շնորհակալություն հայտնել։ Օրինակ մենք միշտ ասում ենք 2026-ին մաղթում ենք, ուզում ենք, խնդրում ենք, ցանկանում ենք, լավ 2025-ի ժամանակ մեր վայելած օրդությունների եւ փառիքների համար միթե պետք չէ մենք էլ մեր սրտապուխ աղոթքը
բարձրացնենք Աստուծո եւ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայրաբեդի աղոթքը գտնել, ինչ ասում է, Փառք ես Աստված, փառք ես, հակս ամենայնի դեր փառք ես։ Ուրեմն կարևոր է ապրել ինչով, կողոնակությամբ։ Գիտեք ինչու, կողոնակ մարդը շատ ակնկալություններ չունի։ Իսկ երբ որ մարդ կողոնակ չի, ակնկալություններ շատ ունի։ Եվ եթե իր ակնկալությունները շատ են, եթե մի ակնկալություն չի պատահում, շուտ հիասթափվում է եւ հուսահատվում է։ Եվ վերջին կետը, ինչպես դիմավորել նոր դարին, ներողամտությունը, ներելը։ Ամենալավ նվերը ներելն է։ Երբ որ դու ներում ես, հաշտվում ես 3 անձերի հետ, քո խոհի հետ, Աստուծո հետ եւ այն անձի, որ ես կամ դու վիրավորել ենք։ Հետևաբար նոր դարվա նվերը, սկանչելի նվերներից մեկը ներելն է։ Չգիտենք հարևան, հարազատ, բարեկամ, ընկեր, հավանաբար խնդիր եղավ, հավանաբար վիճաբանության վերածվեցավ մեր խնդիրը եւ հավանաբար նաեւ այդ սրտնեության հետևանքով հիշում ենք խնդրի մանրամասները եւ անհանգստանում ենք։ Ուրեմն մեր ներքին ալեգոզությունը խաղաղեցնելու համար պետք է ապրենք ինչով ներողամտությամբ, քանի որ Քրիստոս աշխարհ գալով բերավ խաղաղություն, հոգու խաղաղություն, եւ եթե մենք ուզում ենք հոգու խաղաղություն վայելել, պետք է անպայման ներենք, որովհետեւ միակ պայմանը ներումը ստանալու ներելն է։ Ինչ ասում ենք, թող մեզ Սպարտիս մեր, որպես և մենք թող մերոց սպարտավանից։ Ներիր մեզ մեր բարտկերից, ինչպես մենք ենք ներում մեզ բարտական եղոներին։ Ուրեմն ներող մարդը քարասիրտ է և ազո շնորհը ընդունելու պատրաստ չի։ Ներենք։ Հիսուսի խոսքից ասում ներեք և ներում պետք է գտնեք։ Իհարկե, երբ որ ներենք, Դերը արդեն միշտ ներում է, բայց նաև Դերը հրավիրում է, որ մենք էլ ներենք միմյանց։ Ուրեմն խոսեցինք Զարի խորհրդի մասին, խոսեցինք նոր դարին թիմավորելու գերբերու մասին եւ վերջապես Քրիստոսի ծննդյան տոնը, ինչպես թիմավորենք, պատրաստվենք Քրիստոսի սուրբ ծնունդը արժանավայել գերբով նշելու։ Առաջին մի սուրբը ասում է Աստուծո որդին մարդու որդի եղավ, որովհետեւ մարդոց որդիները Աստուծո որդի լինեն։ Ուրեմն Քրիստոս իր գալով մեզ սկանչելի առիթ տվավ, որ մենք հարստանանք, որովհետև քրիստոնեական հասկացողությամբ ասված միայն դիտող եւ լսող չէ, միայն օգնող չէ, այլ նախաձեռնող է։ Նախաձեռնող գիտենք, չէ, այսինքն առաջին քայլը առնողը, նախաձեռնող։ Ուրեմն ասված նախաձեռնող ասված է։ Ոչ միայն փրկության ծրագիր պատրաստեց, ոչ միայն պատվական խոստումներ տվեց, ոչ միայն մարգարեներ ուղարկեց, այլ նաև ուղարկեց իր միածին որդին։ Ուրեմն ասված նախաձեռնող ասված է։ Եվ դրա համար սուրբ ծննդյան տոնը մեզ հուշում է, որ Տեր ասված ինք է նախաձեռնողը, որովհետև Հովհաննես Առաքյալ իր ընդհանրական առաջին նամակի մեջ ինչ ասում է, ոչ թե մենք սիրեցինք Աստուծուն, այլ Աստված ինք սիրեց մեզ եւ իր որդին ղրգեց ուղարկեց որպես մեղքեր կավող զոհ։ Ուրեմն մենք սովորում ենք Քրիստոսի աշխարհ գալուց, որ արդյոք մեր կյանքում նախաձեռնող ենք, այսինքն գրավորական վիճակ ունենք, թե ներգործական վիճակ ունենք, որովհետև գրավորական վիճակ ունեցողը ցերնածալ կմնա։ Եվ որ դեպքում հիշում ենք, որ Տեր Հիսուս հրավիրեց, որ մարդը լինի ներգործող, Պետրոս Առաքյալի առաջին հանդիպման ժամանակ ինչ ասաց, Պետրոս Առաքյալ ասաց, ամբողջ օրը փորձեցինք, սուկ որսալ, չստացվեց, Հիսուս ինչ ասաց, նավակով գնա, նավակով երթալ ինչ է, մեր կյանքի նավարկությունն է, մեղքով ալեգոծյալ այս աշխարհից դեպի խաղաղ նավանքից։ Հետևաբար առաջին դասը, որ սովորում ենք, լինենք մենք էլ նախաձեռնող, ինչպես ասված ինք նախաձեռնող է։ 1. 2. Բոլոր կրոնների մեջ մարդիկ ուզում էին Աստծո մոտիկանալ։ Հրյան օրենքի գործադրությամբ, խույները փիլիսոփայությամբ, հեթանոսները գեղձ պաշտամունքներով։ Քրիստոնեության մեջ ասված գալիս է մարդու մոտ։ Ճիշտ հակապատկերը, որովհետև մենք չունենք հնարավորություններ, արժանինքներ, անսահման գիտություններ, որ ուզում մոտենանք, ասված ինք մարդու մոտենում է Հիսուս Քրիստոսով, միածին որդին աշխարհ
ուղարկելով։ Երրորդ ասված խոստումը գադարող ասված է։ Հին գդագարանը ասում է Քրիստոս պիտի գա։ Նոր գդագարանը ասում է Քրիստոս եկավ։ Հին գդագարանը հիշեցնում է մարդը մեղքի բանդի մեջ դադարեցված էր։ Նոր գդագարանը ավետում է, որ ազատարար բրգիչ եկավ, որ մարդու ազատագրի մեղքի եւ մահվան գաբանքներից։ Հին գդագարանը հադագակիցն է, նոր գդագարանը շենքն է։ Հին գդագարանը խոստումն է, նոր գդագարանը խոստումներու գադարումն է։ Եվ դրա համար երբ կարդում ենք ավետարանները, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, մանավանդ Մատթեոսի ավետարանի մեջ այդտեղ հիշում է ավետարանիչը հին գդագարանի խոստումները, վկայությունները, որոնք վերաբերվում էին որու Քրիստոսի անձին, օրինակ, ահա գույսը պիտի եղանա եւ որդի մծնի։ Եսայի մարգարե 7:14 կատարվեցավ անշուշտ Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալովը։ Հետևաբար Աստված նախաձեռնող է, Աստված մոդիգացող է, Աստված խոստումը կատարող է եւ հիշենք 4-րդը, որ Աստված բոլորի համար է։ Փրկության հրավերը որոշ մարդկանց համար չէ։ Դրա համար Հիսուսի մսուրին այցելեցին երկու դասակարգի մարդիկ՝ մոքերը եւ հովիվները։ Հովիվները խորհրդանիշ են համեստ դասակարգի պատկանող մարդոց, իսկ մոքերը նաեւ ներկայացնում են ինչը՝ գիտունները, իմաստունները, նաեւ նույնտավես ի վիճակի մեջ եղողները, որովհետեւ մոքերը բերեցին նվեր, եւ այդ նվերները ինչ էին՝ ոսկի, գնդրուկ եւ զմուրս։ Ուրեմն ոսկի բերեցին, դա նշանակում է ի վիճակի էին, իսկ մոքերը եւ համեստ ասենք եւ ոչ ասենք կատարյալ իմաստուն մարդիկ էին։ Այս դեպքը բադական չէ, աստվածային դնորինումով Տերը մեզ ուզում է ասել, որ Տեր Աստված աղքատին հարուստին Աստվածն է, գիտունին եւ համեստին Աստվածն է։ Եվ դրա համար բոլորը այցելեցին եւ հովիվները եւ մոքերը, եւ Աստված նշան ցույց տվեց մոքերին աստղով, հովիվների նշանը ցույց տվեց ռեշտակներով։ Հովիվները հասարակ Այո, հասարակ ամես ժողովուրդը, որոնց ռեշտակը երևցավ, իդեպ ավետարան ինչ նշանակում է։ Բարիլուր, ռեշտակի խոսքներ մոքերին երբ երևաց, ցեզի ավետիսմը պիտի դամ, որ ամբողջ ժողովրդի համար մեծ ուրախություն պիտի լինի։ Ասած այսօր Դավիթի քաղաքի մեջ ծեր բրգիչը ծնվեց, որ օծյալ դերն է։ Ուրեմն դեսնենք ուրախ լուր պիտի դամ, ավետարան ինչ է ուրեմն, ուրախ լուր։ Ուրեմն մոքերը բանն են ավելի հարուստ խավն են, հա ներկայացնում։ Այո, խորհրդանիշն է մեծ հարուստների։ Ուրեմն ուրիշ կարևոր մի կետ կա, ասացինք Աստված բոլորի համար է։ 5-րդ Հիսուսի աշխարհ գալը ուրախ լուր էր։ Որևէ նորածին, որ աշխարհ գա, ուրախություն է։ Ընտանիքի անդամներին համար, երիտասարդների համար, բայց Հիսուսի աշխարհ գալը ամբողջ մարդկության համար ուրախություն էր, որովհետև փրկության այդ հրավերը լսելի պիտի լիներ Քրիստոսով։ Հետևաբար հարց տանք մեր անձին։ Մենք մարդկանց ուրախացնում ենք, թե դրդմեցնում ենք։ Մենք մարդկանց ուրախացնում ենք մեր ժպիտով, բարի մաղթանքով, աղոթական կյանքով, մեր գործակցությամբ, մեր ծառայությամբ, բերը թեթևացնելու բարի դրամատրությամբ, որքանով մենք մարդկանց երեսին վրա ժպիտ գծելու, ներգելու արվեստ ունենք մեր կյանքում։ Ուրեմն կարևոր է, որովհետև ասում ենք, չէ, ավետարան, արդյոք ուրախագից ենք մարդկանց հետ, ցավագից ենք մարդկանց հետ, որովհետև նաև այդ ավետարանի ուրախությունը մանավանդ այսօրվա մարդկության ներաշխարհում հոգու խորքում այդ ուրախության սերմերը կարողանանք սերմանել եւ ցանել։ Հետևաբար փրկությունը բոլորին համար է, Աստված նախաձեռնող Աստված է, նաև Աստված խոստում կատարող Աստված է, եւ վերջապես երբ որ մենք կպատրաստվենք ծննդյան տոնին, երբեմն մարդկանց հիշեցնենք, մեծ զադիկ չկա, գա սուրբ ծննդյան տոն եւ գա հարության տոն, որովհետեւ լինում է, չէ, մեկ մարդիկ, որ խոսում են զանազան տեսակի չափսեր ունեն, չկա չափսեր, ուրեմն գա սուրբ ծննդի տոն, այո, եւ գա սուրբ հարության տոն,
Ուրեմն, երբ որ մենք նոր դարին կդիմավորենք, եկեք տարբեր ձևով մոտենանք կյանքին, ավետարանի ուսմունքներով, որովհետեւ կարողանանք նախ մենք մեր ներաշխարհում փոփոխություն ապրել եւ նոր դարին դիմավորել եւ նաեւ հոգեվոր նախապատրաստությամբ կարողանանք նշել, դոնել Քրիստոսի ծննդյան տոնը, թող մանգացյալ բրգիչը, ոչ միայն մարդացյալ, այլև մանգացյալ մեր բրգիչը իր այդ սիրո ջերմությամբ հալեցնի բոլոր ադելության սարույցները մեր սրտերի մեջ, որպեսզի սիրո ջերմությամբ եւ կացությամբ ապրենք, որպեսզի կարողանանք իսկապես լինել Քրիստոսի նամակները, ինչպես Պողոս Արաքյալ ասում է, Քրիստոսի նամակն եք դուք գրված ոչ թե մելանով, այլ կենդանի ազոգիով, գրված ոչ թե քարեղեն դախտակների վրա, այլ սրդի մարմնեղեն դախտակների վրա։ Ուրեմն բարի դարի թող լինի, բայց մենք նաև կարողանանք կյանքի պատկերը գեղեցկացնել մեր հավատքի վկայությամբ եւ Քրիստոսի օգնականությամբ։ Աստված ձեզ օրհնի, բոլոր օջախներում Աստծո օրհնությունը մշտական ներկայություն լինի եւ մենք մեր կյանքով լինենք մտղադու ծառ, որովհետեւ բարավորենք ամենասուրբ երրորդությունը Հայր Որդին եւ Սուրբ Ոգին ամեն։ Ամեն։ Ներդրսկի մեջ